որոշմամբ, ինչը չհաջողվեց։ Սա կարելի է դիտարկել եկեղեցու դեմ աշխարհի մաս, եւ երկրորդ հարցս ասացիք, որ խոչընդոտում են ձեր եւ երիտասարդների, հոգեվորականների, բնակիչների միջև հանդիպումները։ Ինչ վտանգ եք տեսնում այդ հանդիպումներում։ Խոչընդոտում են ինչ իմաստով, չեն թողնում, որ ես հասնեմ ֆիզիկապես երիտասարդների հետ խոսեմ, այդ իմաստով չէ։ Ինձ կանչում են քննչական, հարկադիրը գալիս սպառնում է քրեական ուրեմն պատասխանատվության ենթարկելու, այդ իմաստով են խոչընդոտում։ Այսինքն առավոտյան արթնանում ես, որ անցնես քո հոգևոր ծառայությանը, սկսվում է, այսպես ասած, խոչընդոտների շարանը եւ ծուխերում եւ ընդհանրապես մեր նկատմամբ։ Առաջին հարցը պարզ է, ես անդրադարձ ունեցել եմ ճիշտ ասած իմ Facebook-յան էջում, իդեպ անձնական էջում, իդեպ նշեմ նաև, որ մյուս էջը հետաքրքրվողների համար հարկադիրը կլինի, քննչականը կլինի, ես չեմ բացել, ես չեմ վարում, այդպիսի բազմաթիվ էջեր կան թեմում երիտասարդների կողմից բացված, որոնք իրենք են վարում, իրենք են գալիս լուսաբանում, իրենք են նպաստում, որ ուրեմն ամեն հայոց հայրապետի տնօրինությամբ նշանակված թեմի առաջնորդական տեղապահի քարոզները, ելույթները տարածվեն, դա ես չեմ անում։ Լավ, այս միջանկյալ։ Դիմել է, որ նաև Facebook-ան է։ Ինչ որ, այո, քարոզը լսելի հաստատակի դառնա։ Ինչ վերաբերում է Ստեփանակերտի այդ շքեղաշուկ եկեղեցու տաճարի ավերմանը, ես անդրադարձ արդեն ունեցել եմ, դա Հայաստան պետության պարտականությունների մեջ է մտնում, ուրեմն որևիցե միտեղ եթե կա պատմամշակութային հուշարձան կամ հիմա իրենք դարձյալ մանիպուլացնում են, ասում են այդ տաճարը պատմամշակութային հուշարձան չէր, դա մեր հարստությունն է, այդտեղ ի վերջո նյութական մեծ ներդրում է արված, չէ՞։ Հետո երբ որ մենք սրբագործում ենք, դա արդեն դառնում է պատմություն եւ մեզ համար դա պատմամշակութային նաեւ հուշարձան է, բայց նաեւ աղոթատուն է, սրբավայր է, լավ, եթե նույնիսկ գրած չի պատմամշակութ, սրբավայր է եւ պետության սահմանադրորեն պարտականությունն է նպաստել նմանատիպ վայրագությունները կանխելու։ Հիմա օրինակ ես հարց տամ, եթե Ռուսաստանի Դաշնությունում վերջերս կառուցված մի եկեղեցի քանդեն, ինչ կլինի արձագանքը, ինչ կլինի։ Դա մի վիճակ։ Ես ճիշտ ասած չեմ հետևում։ Հարկադիր կատարման ծառայությունում հաստատ ես կարող եմ նշել բազմաթիվ անգամ գնացել գիններ է գրել, ձեռագիր։ Մյուս մասը այսօր կասի։ Ես տեղյակ չեմ անկեղծ ասած։ Չէ, համայնքներից ճիշտ ասած մեզ եւ քահանաներին եւ մեզ շատ են դիմել, որ միասնական հավաքվեն եւ առաջնորդանը, այսպես ասած, ազատագրեն, բայց մենք չենք կարծում, որ խժդժություն անելը դա նպաստավոր բան։ Ապավինում ենք մարդկանց ողջախոհությանը եւ ապավինում ենք Տիրոջ զորակցությանը։